Հաղորդման հովանավորն է Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ և լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր և միայն Level Up-ում կրավթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով գրված մագաղաթների վրա Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917 Level Up թարմ ծաղիկների տեղատարապ Maria Beauty Salon Մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2 թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա, ասեղային և լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական և ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում և խորը բուժում, տատուների և պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ և գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա։ Հայուհի գեղեցիկ, այս բարդու շվաքում Իմ հոգին գերեցին, աչքերդ երկնագույն, ես ինչու սիրեցի, աչքերդ կապուտակ, իմ սիրտը այրեցիր, հայացքով ուր գրակ, քո լուսնյակ պատկերով Ինձ հանգիստ չես տալիս, սիրահար իմ սրտի, նուրբ լարերն են լալիս, հայուհի գեղեցիկ, այս բարդու շվաքում, իմ հոգին գերեցին, աչքերդ երկնագույն, Ինչու չես գալիս, շատ երկար սպասեցի, քո ճամփան պահելով օրերս սահեցին, Սեփյուրի հետ արի, քո կարոտն է կանչում, մեր թախծոտ անցյալի Հուշերն են ինձ մաշում, երազում թե արթուն, քո պատկերն եմ տեսնում, մեր սիրո պարտեզում, քո երգն եմ ես հիշում պատկերով ինձ հանգիստ չես տալիս սիրահար իմ սրտի նուրբ լարերն են լալիս հայուհի գեղեցիկ այս բարդու շվաքում իմ հոգին գերեցին աչքերդ երկնագույն Ախ
ախ ինչու չես գալիս ճամփադ շատ պահեցի կարկաչող ջրերից հողերը սահեցին Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Ֆորտունա հեռուստաընկերության եթերում բաց սենյակն է, նախատոնական ողջույններ բոլորին, մանավանդ կանանց, քանի որ նախատոնական է։ Ասում ենք բարի երեկո, ողջույններ ենք ուղարկում բոլոր տղամարդկանց, որովհետև միայն նրանք աշխարհում ամենալավը գիտեն, թե այսօր ինչ օր է։ Չես կարող ասել։ Դա այսօրվանից արդեն բարձրանում է նրանց նևրոտիկ վիճակը, ճնշումը։ Իսկ ված ասել ես բարձրանում է նրանց տրամադրությունը, բայց ընդհանրապես չի բարձրանա, միայն կբարձրանա նևրոզ, հա, ճնշում եւ ինչքան որ տակին մնացած հիվանդություններ կան, կյանքի կոչվում։ Այ դե բարի գալուս, դու գնացել էիր Մարս, ես գիտեմ, որ հատուկ պատրաստվել ես կանանց միամսյակի եթերի համար եւ այսօր այստեղ ես եւ ի պատիվ ինձ, այո, ես այսօր այստեղ մենակ չեմ որ։ Ի պատիվից ես վերադարձա, ի պատիվ քեզ վերադարձա եւ ի պատիվ բոլորիս ես շատ կարոտել եմ, իհարկե։ Տենց ելի հեռուստատողներ, ամեն բան տեղում է, նախատոնական տրամադրությունը մեր սեղանին է, ինչպես դուք հասցրեցիք ֆիքսել, Ռաֆի դեպքո այս բացակայության ընթացքում մենք որոշեցինք, որ այսուհետ բոլոր երեկոները պետք է թեյով անցկացնենք, այնպես որ կարող ես ընթացքում խմել, որ այլևս չհիվանդանաս։ Իսկ դուք ելի հեռուստատողներ մի քիչ բարձրացեք վահանակի ձայնը, որովհետև այսօր մարտի 7-ն է 2026 թվականի օրը շաբաթ է, ու դա նշանակում է, որ բաց սենյակը բացում է երեկոյան եթերի ընթացքում։ Չենք խախտում ավանդույթները, լսում ենք գեղեցիկ երգ եւ վերադառնում ենք տաղավար շարունակելու մեր եթերը։ Ես այսօր նորից երգում եմ բարև ձեզ Չեք պատկերացնի ոնց եմ կարոտել ես Երևանի փողոցները չափչփել Այս թաղից են թաղը բարով թափարել Երևանի փողոցները չափչփել Այս թաղից են թաղը բարով թափարել Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Օրերով, դարերով քեզ հետ Եվ առանց քեզ ոչ մի քայլ առաջ կամ հետ Երևանը սրտիս մեջ է առհավետ Ուր գնում եմ, տանում եմ նրան ինձ հետ Երևանը սրտիս մեջ է առհավետ Ուր գնում եմ, տանում եմ նրան ինձ հետ Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր Աչ ու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ Շեք ու սևահեր
սիրուն աղջիկներ շեք ու սևահեր աչու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ շեք ու սևահեր աչու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ շեք ու սևահեր աչու ձախ նայում եմ սիրուն աղջիկներ շեք ու սևահեր Սիրելի հեռուստադիտողներ, ժամանակն է, որ ասենք ու հիշենք բոլոր այն կարևոր մարդկանց մեր կյանքում, ովքեր տարբեր գործոններով ազդեցություն են ունենում։ Օրինակ, եթերային ձևաչափի վրա իհարկե նաև շատ լավ ազդեցություն են մեր գործընկերները։ Եվ մենք ունենք նոր գործընկեր, ասում ենք բարի գալուստ, խոսքը Level Up Design Studio-ի մասին է։ Նրանք շատ հրաշալի ծառայություններ են առաջարկում, ծաղկեփնջեր, ամենակարևորը շատ թարմ Ուղիղ ջերմոցից ձեր տուն է գալիս։ 24 եւ 7 ռեժիմով առաքում է գործում, ինչպես նաեւ տարբերությունը կայանում է նրանում, որ Level Up ծաղկեփնջերի վրա գրված են այն մարդկանց անունները, ում որ դուք ցանկանում եք նվիրել ծաղիկներ։ Հետաքրքիր գաղափար։ Իսկ մասնագիտական լեզվով ասված, ինչպես որ բացատրում են Level-յան գանձերը, ինչպես սիրում են նաև իրենք ասեն, իրեն, եւ մենք էլ ենք սիրում այդպես ասել, Level-ի գանձերն ասում են, որ իրենք միակն են եւ մենք էլ իհարկե հավաստում ենք, որ կրաֆտով այդ երևույթի անունը կոչվում է կրաֆտ, այսինքն դա կարծես թե հնադարյան այո մագաղատների վրա նորաոճ Level-յան լուծումներ են տվել, աղջիկները եւ հրաշալի անակնկալներ են մատուցում, իհարկե մենք այսօր կզգանք նաեւ մեր հյուրերի էմոցիաները դրա հետ կապված։ Ծաղկեբունը տեսնում եք, այս պահին մեր սեղանին դրված է շատ գեղեցիկ, հաճելի եւ կարեւորը տարբերվող։ Նաեւ հասցեն նշենք Վարդանանց 116 կոտորակ 1 նույն ինքը Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դիմացի այդու։ Այո։ Շնորհակալություն Level-ին, ասում են Level Up, թարմ ծաղիկների, տեղատարապ։ Շտապեք Ռավշտապեկի միջալոց, շատ լավ աշխատում է այստեղ նաև առաքումը, այնպես որ կարող եք վստահել ձեր ճաշակը ինքնատիպությունը թողնելով իհարկե հենց Level-ի անգանձերին։ Դե ինչ միամսյակ առանց գինու։ Այո։ Եվ այն էլ Ազարյան գինու։ Եվ այն էլ Ազարյան գինու։ Մեր հաղորդման գործընկերն է Ազարյան գինին, անուշաբույր, քաղցր, համեղ, երջանիկ, էլ ինչ։ Եվ իհարկե ամենաջերմ ակնթարթները ձեր կյանքում կարող է հավերժացնել միայն ինքը Ազարյան գինին։ Ասում ենք շնորհակալություն նաև Նունե Վարդանյան դիմարդարման ուսուցման բուժական կենտրոնին արտաքին տեսքը գեղեցկությունը ընդգծելու լավագույն տարբերակը Տիգրան 39 կոտորակ 1 հասցեն է։ Եվ իհարկե շնորհակալություն Մարիա Beauty Salon-ին, Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում է գտնվում, շտապեք գրանցվել։ Շտապեք գեղեցկանալ, առջևում գեղեցկության մեկնարկն է տրվում հենց այսօրվանից եւ ամենակարևորը հարգելի կանայք գեղեցիկ ու ներդաշնակ եղեք ինքներդ հենց ձեզ հետ այնպես ինչպես որ զգում եք կյանքը իսկ թե ինչպես են մեր կանայք զգում մենք այս մեկ ամսվա ընթացքում բացահայտելու ենք նրանց այլ տեսանկյունից այս տաղավարում կտեսնեք մարդկանց ովքեր պիտի խոստովանեն եւ մեր ձևաչափը տանելու է նրան որ լինեն ավելի անկեղծ լինեն ավելի կանացի, իրենց թույլ ու ուժեղ կողմերը բերեն եթերային դաշտ։ Իսկ մենք դա ձեզ խոստանում ենք։ Ինձ մենակ չթողնեք մեկ ամիս շարունակ սիրելի տղաներ, տղամարդիկ։ Գենդերային անհավասարության մրցակցությունը սկսված է։ Շատ լավ է, ես շատ օրինակ ինձ հապա շատ հաճելի է այս միջավայրում մեկ ամիս շարունակ գովել կնոջը, ներկայացնել նրա մտքերը, ինչպես նաև փորձել պատկերացնել թե ինչպես են ապրում, մտածում կանայք։ Եվ փորձել հասկանալ ինչ է ուզում լինել։ Բայց չենք էլ հասկանա երբեք։ Իսկ դուք ելի հեռուստատողներ կարծում եմ հասկացաք, որ այս բան մեր գործընկերների հոլովակները պիտի լսենք երաժշտություն, այնուհետև կվերադառնանք տաղավար եւ մենք սիրով կընդունենք մեր այսօրվա նախատոնական եթերի հրաշալի հյուրին։ Մարիա Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։
Level Up Design Studio։ Ծաղիկների մշտապես թարմ եւ լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը։ Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր եւ միայն Level Up-ում կրաֆթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով գրված մագաղաթների վրա։ Գործում է առաքում 24/7 գրաֆիկով։ Հեռախոսահամար 077 09 0917։ Level Up թարմ ծաղիկների տեղատարապ։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է քաղաք Վանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաեւ The Wine Room խանութ սրահում, քաղաք Վանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաեւ գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։ Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր Ետ կբերեն ալև որին օծ կթովեն աչքով քաղցր Մեկը աստղիկ, մեկը լույսնյակ, մեկն արևի տեսքով քաղցր Իմ Հայաստանն են զարդարում, նուր բաղջիկն են Հայաստանի աղջիկներ Հայաստանի աղջիկներ Չկացեք նման Ցամաքեց եւ սևացող աչքերը կան Իրենց նման հարբեցնող գինին քամող ձեռքերը կան Վարչորդերին բուրմունքի պես կոմիտացի երգերը կան Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկն են Հայաստանի Hayastani
Ասում ենք բարի նախատոնական երեկո բոլոր նրանց, ովքեր այս պահին Ֆորտունայի ընթացքի հետ են, բոլորին մաղթում ենք խաղաղ երեկո եւ իհարկե գեղեցիկ, որտեղ խոսել ենք գեղեցկության մասին, խոսել ենք մայրության եւ իհարկե կնոջ մասին։ Եվ կանանց մեկամսյակի իրենց առաջին հյուրը մենք սիրով պետք է ներկայացնենք, թե ով է մեր տաղավարում սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի որակի ապահովման եւ արտաքին կապերի բաժնի վարիչ, հումանիտար գիտությունների եւ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արուսյակ Մադոյանն է։ Նույն ինքը Արևիկ Մադոյանը, նույն ինքը հրաշալի մարդ, նույն ինքը մարդ, ով կարևոր ակունքներում է գտնվում կրթության ոլորտում, ասպարեզում եւ մարդ, ով հրաշալի սիրված կին է, մայրը, դուստր է, հարսը, Արև ջան, բարով ես եկել պատսենյակ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է, որ առիթ եմ ունեցել ներկա գտնվել տոնական միջոցառման եթերին։ Շնորհակալություն։ Նախ որպես կանոն, այսպես ասում են, հա, որ երթում են արարողությունը տալիս, մենք ուղղակի իրար խոստանում ենք այսօր լինել հնարավորինս անկեղծ եթերային ձևաչափով, որովհետև Արևիկ Մադոյանին պետք է ներկայացնենք այլ տեսանկյունից։ Գուցե շատ անգամներ ձեր հարցազրույցներում, ձեր մամուլի հետ ունեցած ձեր կապերի միջոցով չեք ասել այս մասին, բայց այսօր մենք ձեզ ներկայացնելու ենք առաջին հերթին որպես կին։ Ով է կին Արևիկ Մադոյանը։ Կփորձեմ լինեմ մաքսիմալ անկեղծ եւ տեսնենք ինչ կստացվի։ Ով եք դուք։ Ես առաջին հերթին համարում եմ ինձ մայր, ունեմ 2 հրաշալի զավակ, սիրված կին, ունեմ հրաշալի ամուսին եւ շատ կարեւորում եմ ընտանիքը, որովհետեւ դա մեր լավ առողջ հասարակության հիմնաքարն է։ Եվ փորձելու եմ անեմ այնպես, որ իմ երեխաները նույնպես ստեղծեն կայուն, գեղեցիկ ընտանիք եւ դառնան այն մեր երկրի այն փոքրիկ սկիզբը, որից կձևավորվի, կզարգանա եւ ավելի կգեղեցկանա մեր միջավայրը։ Ձեզ համար ինչ է նշանակում կնոջ ուժը։ Կինը ցանկացած պարագայում պետք է լինի ուժեղ, որովհետև ինքն իր ուսերին տանում է ոչ միայն երեխաների կրթությունը, ընտանեկան հոգսերը, այլ նաև ինքը պետք է լինի լույս, որի շուրջը համախմբված կլինի իր ընտանիքը։ Ու դա երբեմն լինում է բավականին բարդ, որովհետև դու աշխատանքը եւ ընտանիքը համատեղելով ուղղակի սպառվում ես, միշտ չի որ կարողանում ես ժամանակ գտնել, բայց ինձ համար ամենակարևորն ու ամենաառաջնայինը դա իմ երեխաներն են եւ ես երբեք ոչ մի անգամ իրենց երկրորդ պլան չեմ մղում, նրանք միշտ առաջնային են, իրենց կրթությունը, իրենց հետաքրքրությունները, նույնիսկ շատ ժամանակ փորձում եմ այնպես անել, որ իրենք չզգան, որ ինձ մայրիկը աշխատում է։ Բոլոր իրենց խնդիրները լուծում եմ, նոր մնացածը կազմակերպում։ Արև ինչպես է հաջողվում։ Շատ դժվար, բայց դժվարությամբ, բայց առանց դրա անհնար է, որովհետև ինչքան էլ որ մենք ունենք շատ լավ դպրոցներ ունենք, շատ լավ ուսուցիչներ, որոնք միշտ զբաղվում են, ուշադրություն են դարձնում եւ փորձում են երեխայի անհատականության հիման վրա նրա հետ աշխատել, բայց մայրիկի ուղղություն ցույց տալը մի փոքր միշտ այլ է լինում ու ես մեծ հաճույքով իմ երեխաների հետ դաս եմ սովորում։ Դա ու երեխաներից միջև տարբերությունը բավականին մեծ է, 7.5 տարի, երևի հենց դա էլ է նպաստել, որ ես երկրորդ անգամ նույնպես մեծ էներգիայով, եռանդով փորձում եմ անեմ այնպես, որ փոքրիկս էլ երբեք հետ չմնա ու եթե ինչ-որ խնդիր ունի, մայրիկ անպայման փորձի լուծել։ Մենք վերցրույցը սկսեցինք երեխաներից։ Արևը ինչպես արդեն նշեց, հարգելի հեռուստադիտողներ, 2 տղաների մայր եմ։ Ավակ որդին այս պահին երկում չէ, հերթական։ Այո, իմ տղան ընդունվել է UWC ու հիմա Հնդկաստանի մասնաճյուղում Mahindra College-ում է սովորում։ Ուզում է դառնալ ծրագրավորող արհեստական բանականություն ինժեներիայի մեջ, առայժմ ընտրել է այդ ուղղությունը եւ մենք էլ ամեն ձևով փորձում ենք աջակցել, որպեսզի ինքը լիարժեք կրթություն ստանա։ Բայց կարոտին ոնց եք դիմանում։ Շատ մեծ դժվարությամբ այդ իմ ամենացավոտ կողմերից է, որովհետեւ ես միշտ սովոր եմ, որ թուղթ ինչպես է ճուտիկներին հավաքում իր կողքը, ամեն օր նույնիսկ օրական մի քանի անգամ զանգում ենք, խոսում եմ Ռոբերտիս հետ, բայց այդ հեռավորությունը սպանում եմ։ Ուղղակի երբ որ դու հասկանում ես, թե ինչ նպատակի համար ես գնում այդ զոհաբերություններին, փորձում ես հաշտվել, համակերպել ու բացի դրանից իմ փոքրիկը մեզ փրկում է, որովհետև այդ 7 տարվա տարբերությամբ մենք ունենք մի հատ փոքրիկ լույս մեր տանը, Արենը, որը որ միշտ ամեն վարքյան մեր գրկին է, մեր կողքին է ու ես ամուսինս ասում ենք ինչ լավ է, որ գոնե այս փոքրիկը այդքան մեծ տարիքային տարբերությամբ է ու միասին զուգահեռ չեն սովորում ինչ որտեղ կարողանում են ավելի բարդ կլիներ, կարոտը ավելի բարդ կլիներ։ Արև ջան, շատերի համար մասնագիտական ուղղություն դուք եք տալիս, հա, ձեր աշխատանքով, ձեր գործով։
սեփական երեխաների հարցում ինչպես եք թողնում եք նրանք ընտրեն, թե միևնույն է էլի այդ մասնագիտական աշխատումը եւ ինչ որ ուղղություն փորձել եք տալ նաեւ կոնկրետ ռոբի օրինակով խոսենք։ Ես ընդհանրապես համարում եմ, որ ցանկացած մարդ ինքը պիտի ինքնուրույն որոշում կայացնի մասնագիտության ընտրության հարցում։ Դու միայն պետք է ուղղություն ցույց տաս եւ փորձես խրախուսես այն հմտությունները, որ քո երեխայի մոտ ավելի սուր են դրսևորվում, ավելի վառ են դրսևորվում։ Օրինակ, եթե ինքը ունի մաթեմատիկական մտածելակերպ, երբեք այդ երեխային հումանիտար ուղղությամբ չի կարելի տանել։ Կամ հակառակը, եթե դու հասկանում ես, որ երեխան մաթեմատիկական ունակություններ չունի, որ ինքը պետք է լինի մանկավարժ, պատմաբան, չի կարելի այդ երեխային զորով բերել եւ ստիպել, որ ինքը դառնա մաթեմատիկոս։ Որտեւ մասնագիտությունը դա այն է, ինչը որ քո կյանքի վրա անմիջական եւ խորը հետք է թողնում։ Ու եթե դու չես զբաղվում քո սիրելի գործով, դու չես կարող հասնել հաջողության։ Մենք բոլորս ուզում ենք, որ մեր երեխաները հասնեն հաջողության։ Ու ես այդ հնարավորությունն ունեմ, որովհետև աշխատելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, հենց անմիջականորեն աշխատում եմ եւ դիմորդների հետ, եւ մեր ավագ դպրոց եկող երեխաների, ծնողների հետ եւ երեխաների հետ, եւ մասնագիտական կողմնորոշման շրջանակներում միշտ փորձում եմ անել այնպես, որ երեխաները ճիշտ ընտրություն կատարեն։ Ես շատ կարևորում եմ ինժեներական կրթությունը, որովհետև ինժեները դա նեղ ոլորտային չէ, դու դառնում ես ամեն ինչից տեղյակ մարդ, բազմակողմանի զարգացած եւ հետագայում հնարավորություն ես ունենում ճկուն լինել քո մասնագիտության մեջ։ Օրինակ, ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ ու ավարտել եմ հենց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, այն ժամանակ ՀՊՃՀ էր, ճարտարագիտական էր։ Հիմա մենք նույն ավանդույթներով դարձել ենք ազգային պոլիտեխնիկական համալսարան, բայց մենք նեղ մասնագետ չենք պատրաստում։ Մեր մոտի տնտեսագետը ինքը եւ կառավարիչ է, եւ տնտեսագետ է, եւ բանկային համակարգի աշխատող է, ես ինքս 8 տարի աշխատել եմ Կոնվերսբանկում ու կարողանում ես համատեղել տնտեսագիտական բոլոր մասնագիտությունները։ Ես միշտ դա եմ փորձում բացատրել երեխաներին, որ ընտրեք այնպիսի մասնագիտություն, որ ինքը ճկուն լինի, որ դուք հետագայում, եթե ինչ-որ մի ոլորտում տեսնեք, որ դա ձեզ համապատասխան չի, հնարավորություն ունենաք անցնել մեկ այլ ոլորտի։ Օրինակ, բանկային աշխատողից անցնել հաշվապահության կամ մի քիչ փորձ ձեռք բերեք եւ դառնաք կառավարման համակարգի աշխատող։ Իսկ ձեր մասնագիտության ընտրելու հարցում այդ ժամանակ ձեր խորհրդատու ով է եղել, ինչ խնդիրներ եղել ժամանակ բան։ Հետաքրքիր հարց տվեցիք, ճիշտն ասած, որովհետեւ ես մանկավարժի ընտանիքից եմ դուրս եկել ու մեր ժամանակ իմ տատիկս շատ սիրում էր, ինքը օտար լեզվի մասնագետ է եղել ու երկար տարիներ հիմա էլ կա շատ առողջ է եւ երկար տարիներ աշխատել է Վառնաձորի պետական համալսարանում ՎՊՀ-ում այն ժամանակ մանկավարժական ինստիտուտ էր, ինքը օտար լեզվի մասնագետ էր, ինձ ասում էր. միշտ պետք է լեզուն լինի քո գործիքը, դու պետք է լավ տիրապետես, լավ իմանաս լեզու, բայց դա պետք է լինի քո մասնագիտությանը զուգահեռ։ Ու քանի որ պապիկս էլ մաթեմատիկ էր, ինքն էլ 11-րդ դպրոցի տնօրենն է եղել եւ այլն, այսպես զուգահեռ երկու ուղղությամբ, այո, ինձ փորձել են պապիկը մաթեմատիկական ունակություններն էր զարգացում, տատիկը լեզվական ունակությունները, մյուս կողմից մայրիկս երաժիշտ էր, պարտադիր պիտի ստանաս երաժշտական կրթություն, ավարտել եմ երաժշտական դպրոց, բարարվեստի դպրոց եւ այլն, ու այս ամեն ինչը գումարվելով, համատեղելով դարձել եմ Արևիկ Մադոյանն ու Արուսյակ Մադոյան փաստաթղթով, բայց ավելի շուտ բոլորը ինձ գիտեն որպես Արևիկ ու հետաքրքիրն այն է, որ իմ մասնագիտությունը ես ինքս եմ ընտրել։ Ես միշտ սիրել եմ աշխատել թվերի հետ, միշտ սիրել եմ աշխատել մարդկանց հետ եւ այս երկու մասնագիտությունները համատեղելով ես հասկացել եմ, որ տնտեսագետը ինձ համար կլինի համապատասխան, բայց ելի եմ ասում, շատ մեծ դեր է ունեցել իմ ընտանիքը, որ ինձ միշտ քաջալերել է։ Հիմա գնում ենք նաեւ ամենաանկեղծ հարցերի շուրջ խոսելու։ Որ պահն էր ձեր կյանքում, երբ առաջին անգամ զգացիք ձեր ներքին ուժը խոսեց արև։ Այ, շատ բարդ հարց տվեցիք եւ շատ հուզիչ հարց, որովհետեւ այդ պատերազմի ժամանակ էր, երբ որ իմ ամուսինը գտնվում էր մարտի դաշտում, շատ դաժան ժամանակներ էին ու երբ որ իրանից 2 օր լույս չկար, ու մենք ոչ մի կերպ չէինք կարողանում իմանալ իրանք ողջ են, ռմբակոծության տակ են, այստեղ ես այդ ժամանակ պոլիտեխնիկում աշխատում էի ու իմ բաժնի աշխատակիցներից մեկի տղան անհետ կորել էր ու մենք բոլորս փորձում էինք իրեն գտնենք, իհարկե զոհված գտանք այդ տղային։ Շատ դաժան ժամանակներ էր, բայց ես միշտ գիտեի, որ իմ ամուսնու հետ ամեն ինչ կարգին է։ Նույնիսկ մի անգամ sense դեպք եղավ, իր հետ հեռախոսով խոսում էինք, այդ ժամանակ աղմուկ ռմբակոծության ձայն կապը կորավ ու այս երկրորդ դեպքն է 24 ժամ ես իր հետ կապ չունեի։ Չեմ կարող անբացատրելի զգացողություն էր դա, երբ որ քո ամենահարազատ մարդու հետ
դու չգիտես ինչ է կատարվել, դա սարսափելի էր։ Ուղղակի ես ելի եմ ասում, ներքին ձայնով զգում էի, որ ամեն ինչ կարգին է լինում։ Երևի այդ այն ժամանակահատվածն էր, որ ես առավոտից իրիկուն աղոթում էի ու Արք Տիրոջ ինքը մեզ օգնեց, մեր կողքին էր։ Միանգամից հաջորդ հարցից պատասխանեցիք, որ այս դժվարությունները հաղթահարել եք աղոթքով։ Այո։ Ես շատ խորը հավատք ունեմ իմ սրտի մեջ, մեր առաքելական Սուրբ Եկեղեցին ինձ համար շատ մեծ արժեք է ու ցանկացած իրավիճակում, երբ ես հոգեպես ինչ-որ ընկճված եմ, ծանր եմ կամ ինչ-որ խնդիրներ ունեմ, ես պարտադիր փորձում եմ գնալ եկեղեցի, ինքնուրույն մենակ նստել, նույնիսկ ոչ թե կիրակի օր, այլ այնպիսի օր, որ մարդ չլինի, որ ես միայնակ լինեմ։ Շատ սիրում եմ մեր առաջնորդարանի մոտի փոքրիկ եկեղեցին, որտեղ հիմնականում միշտ ազատ է ու դու կարող ես հանգիստ նստել եւ խոսել Աստծո հետ ու ինքը միշտ ճիշտ ուղղություն է ցույց տալիս։ Այո, իսկ կարող եք հիշել մի փորձություն, որից հետո դուք ամենաշատն եք փոխվել այդ փորձությունից հետո։ Այո, կարող եմ հիշել, էլի շատ տխուր դեպքեր, երբ որ իմ ավակ որդուն թողեցին նույն դասարանում։ Ինքը բացարձակ գերազանց սովորող ուսանող աշակերտ էր ու ամուսինս առողջական խնդիր ուներ, մենք ստիպված Շվեյցարիայում էինք, բուժում էր ստանում այնտեղ եւ ստացվեց այնպես, որ մենք բավականին տևական ժամանակ բացակայեցինք եւ վերադարձանք այդ 200 բացական գործեց, այո, օրենքը գործեց եւ իմ ավակ որդին թեկուզ շատ լավ գիտելիքներ ուներ, բայց ինքը օրենքի ուժով ստիպված մնաց նույն դասարանում։ Նույնիսկ քննությունները փորձեցինք հանձնենք, բայց օրենքը թույլ չտվեց։ Ու ես շատ ընկճված էի։ Դա ինձ համար շատ մեծ հարված էր ու ինձ որ տեսնում ես, որ քո երեխան քան չարչարվելով ինքը չի կարողանում փոխադրվել իր բոլոր ընկերները գնում են ավակ դպրոց, ինքը գնում է նույն դասարանում, դա շատ մեծ հարված էր։ Բայց դա մեծ կրկնակի ուժ տվեց։ Որ ինքը ավելի լավ իր վրա աշխատի, ընդունվեց Դիլիջանի միջազգային դպրոցում, այդ UWC Դիլիջանի մասնաճյուղում Samsung Innovation Campus-ը ծրագրավորման դասընթացներ էր անում։ Ինքը ընդունվեց, ոսկի դիպլոմով ավարտեց այդ դասընթացը։ Իր վրա ավելի լավ աշխատեց, բարձրացրեց անգլերենի, մաթեմատիկայի, ֆիզիկայի մակարդակը եւ ընդունվեց UWC, որը մեծ համար շատ մեծ հաղթանակ էր ու այնտեղ բավականին մեծ մրցակցություն է ընդունվելու համար ու ասում եմ ոչ մի անգամ չի, Աստված միշտ մի դուր բացում է։ Այո։ Մեծ փորձություն բերեց մեր ընտանիքի առաջ կանգնեցրեց, իմ տղայի առջև կանգնեցրեց, հետո ուղղություն ցույց տվեց, որպեսզի վերջում ավելի լավ լինի։ Այո։ Արև ջան, ձեր կյանքում մարդ կին, ով ամենաշատն է հավատացել, որ Արևը կարող է։ Արուսյակը կարող է։ Ով է այդ կինը։ Էլի ասեմ երևի տատիկս։ Ինքը շատ մեծ ազդեցություն է ունեցել ընդհանուր իմ արևիկ ձևավորման գործում։ Իմ մայրիկս էլ ինքը մանկավարժ հոգեբան է, մանկավարժականի դասախոս է, բայց մայրիկս ավելի մեղմ, քնքուշ անձնավորություն է, իսկ տատիկս մեր տան ուժն էր ու ինքը միշտ ուղղություն էր ցույց տալիս, ինքը միշտ փորձում էր անել այնպես, որ դու դրված նպատակին վերջնակետին հասցնես։ Երբ եք զգացել, որ պետք է պայքարել երազանքի։ Երևի փոքրուց, որովհետև ես հասկացել եմ, որ նույնիսկ ամենավաղ հասակից դու ինչ-որ մի բանի հասնելու համար պետք է ջանք գործադրես։ Եթե դու ջանք չես գործադրում, ոչ ոք քո փոխարեն դա չի անի։ Եվ սովորելու առումով, եւ ինչ-որ մի բան ստեղծագործելու, սարքելու առումով դու պիտի ջանքեր գործադրես ու պիտի երբեք ճանապարհի կեսին չկանգնես։ Միշտ պետք է հասցնես ավարտին այն, ինչ սկսել ես։ Ու դա անպայման կհասցնի հաջողության, մեկ էլ մի հատ էլ, այսպես ասած, կարգախոս ունեմ ես, երբեք մի փոշմանի այն ամենի համար ինչ արել ես։ Փոշմանի նրա համար ինչը դու չես արել։ Որտեվ եթե այդ պահին կայացրել ես որոշում, ուրեմն դա որոշ չափով հիմնավորված է եղել ու չի կարելի զղջալ դրա համար։ Պիտի անցնես, եթե նույնիսկ սխալ է եղել, սովորես քո սխալների վրա եւ այլևս հետագայում չկրկնես դրանք։ Ուժեղ կին եք ձեզ համարում։ Չէ, ճիշտն ասած, որովհետև ես ավելի շատ համարում եմ ինձ կին, ով ուժեղ է իր ամուսնով, որովհետև կինը միշտ պետք է լինի պաշտպանված ամուսնու կողմից, որովհետև դա ինձ համար շատ ավելի կարևոր է։ Իսկ ներքին ուժը։ Ներքին ուժը շատ մեծ է, բայց ներքին ուժը էլի ինչ որ մի բանով հիմնավորված է լինում, չէ՞։ Դու պիտի քեզ զգաս ապահով, պաշտպանված, պետք է մենակ չզգաս քեզ, որ կարողանաս լինես ուժեղ։ Ես ուժեղ եմ իմ ընտանիքով ու իմ ընկերներով, իմ մտերիմներով, որոնք ինձ շրջապատում են ու միասին փորձում են անել այնպես, որ ես հնարավորինս հանգիստ ու լավ ապրեմ։ Իսկ ինչ դեր ունի ընտանիքի աջակցությունը կնոջ հաջողության մեջ, այս դեպքում ձեր։ Շատ մեծ դեր ունի, որովհետև
եւ սկեսուրս, եւ մայրիկս, երբ որ դու աշխատող մայր ես, ինքը շատ բարդ է հասցնել ամեն ինչ։ Ու երբ որ ունես տանը աջակցություն, դա շատ թանկարժի։ Երբ որ քո երեխաները գիտես, որ ապահով են, կուշտ են, նրանց օգնում են քեզ, որ դու կարողանաս եւ աշխատես, եւ համատեղես ընտանիքդ, շատ հարցերում ընտանիքի աջակցությունը անգնահատելի է։ Ինչ է փոխվել, ինչ է կարծում կնոջ դերը հասարակության մեջ, փոխվել է, ինչ որ բան փոխվել է։ Իմ կարծիքով արդեն ավելի շատ են կարևորում կնոջը հասարակության մեջ ու կնոջ ձայնը դարձել է լսելի, որովհետև մենք ունենք շատ ուժեղ կանայք, ովքեր որ իրականում մեծ փոփոխություն են մտցնում եւ փորձում են անել այնպես, որ մեր կյանքը գույներով լցվի։ Կինը միշտ մեղմություն, նրբություն եւ գույն է մտցնում կյանքի մեջ։ Տղամարդիկ իհարկե վճռական են, կարևոր որոշումներ են կայացնում, բայց առանց կնոջ դա այդքան էլ հեշտ չի։ Մեր օգնությունը թեկուզ փոքրիկ է, բայց անպայման պիտի լինի կողքից։ Հրաշալի է։ Ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր դեռ իրանց այդքան էլ վստահ չեն ինչ-որ գործ անելու կամ նախաձեռնություն իրականացնելու համար։ Կամ սեփական ուժեր ինչ է հավատալու։ Միշտ ամենալավ գործը լինում է, երբ որ դու քո հոբին դարձնում ես եկամտի աղբյուր։ Երբ որ այն ինչը որ դու սիրում ես, փորձում ես դա անել այնպես, որ մարդիկ մյուսներն էլ սկսեն դա սիրել։ Ես նրանց խորհուրդ կտամ գտնել այն, ինչը որ իրենց մոտ ամենալավն է ստացվում։ Եթե իրենք լավ թխվածք են թխում, թող դա դառնա իրենց եկամտի հիմնական աղբյուրը։ Եթե իրենք լավ երեխա են դաստիարակում, թող գնան կրթության ոլորտ։ Եթե իրենք շատ լավ դիմահարդարում կամ վարսահարդարում են անում, թեկուզ իրենց, թող գնան այդ ոլորտ։ Այսինքն այն ինչը որ իրենք սիրում են, ինչը հոգով են անում, մեծ ուշադրություն դարձնեն նրան եւ անպայման կհաջողեն։ Արև, ո՞րն է այն միտքը կամ այն խոսքը, որը ձեզ միշտ ուժ է տալիս։ Ինչ իրավիճակում էլ որ հայտնվում եք, դուք անընդհատ մտածում եք դրա մասին ու ներքին ինչ որ էներգիայով այդ ուժը ստանում եք։ Ես ինչպես նշեցի, ինձ համար ամենամեծ ուժը դա հավատն է, որ ինձ միջ ուժ է տալիս, բայց այն խոսքը, որ կա, երբեք չհանձնվել։ Ցանկացած իրավիճակ կարող է ստանալ դրական լուծում։ Ու դու միշտ պետք է ջանք գործադրես, որ ամենաբարդ իրավիճակից նույնիսկ փորձես պարտված դուրս չգալ։ Անպայման չի հաղթես, բայց կարևորը պարտված դուրս չգաս։ Միշտ չի որ կյանքում կարող ես հաղթել։ Արա քո հնարավորության մաքսիմումը։ Երեխաներից էլ եմ միշտ ասում եմ, եթե մտնում եք քննության ու վախենում եք ոնց պիտի հանձնեք այդ քննությունը, այդ կարևոր չի։ Ստացեք 3, բայց թող այդ 3-ը լինի ձեր հնարավորությունների մաքսիմումը։ Ու այդ պարագայում դուք անպայման կհաջողեք կյանքում։ Տեսեք, մեր տոնական հաղորդումները նվիրված են կանանց 1 ամսյակի։ Ինչ եք կարծում, կինը պետք է մի ամիս գնահատվի տարվա մեջ, թե ախս։ Ոչ, ուղղակի այս կանանց մի ամսյակը շատ գեղեցիկ առիթ է, որպեսզի 1 ամիս անընդմեջ խոսվի կանանց մասին։ Այո, Ռոբջան, դու արդեն մնաք ես այստեղ։ Մնացած 11 ամիս։ Կանայք պետք է իրենց միշտ գնահատված եւ սիրված զգան, որովհետեւ դա է մեզ ուժ տալիս։ Դու միշտ քեզ երբ որ սիրված եւ ընդունված ես զգում, դա ամենամեծ ուժն է, ամենամեծ էներգիան է, որ տալիս է քեզ հետագայում նույնպես շարունակելու քո գործունեությունը։ Ինչ է ուզում կինը։ Ինձ ուզում է երջանկություն։ Ես վստահ եմ, համոզված եմ, որ ամենակարևոր բանը վարդու համար դա երջանիկ լինելն է։ Երբ որ դու երջանիկ ես, դու կարողանում ես եւ աշխատանքի մեջ, եւ ընտանիքում, եւ հասարակության համար լինել շատ լավ մարդ։ Այնպես որ ուզում եմ, որ բոլորը լինեն երջանիկ։ Հրաշալի է։ Եվ մարդ ում ամենաշատն է կարոտում։ Երևի պապիկիս իր խորհուրդներն, իր խրատները իրար հետ լամպի լույսի տակ մաթեմատիկա էինք լուծում ու ես հաճախ դա հիշում եմ, թե ինչպես էր ինքը մանրակրկիտ, ամեն մի վարժություն ինձ հետ նստած, բացատրում, սովորեցնում։ Իր խոսքը, իր խրատներն ինձ համար մինչև հիմա արդիական են, ես փորձում եմ հետևեմ դրանց։ Գուցե ոչ մաթեմատիկական խնդիր, բայց խնդիր, որ Արևիկը լուծել է իր կյանքում ու դրանից հետո ավելի ուժեղ ես քեզ զգում, ավելի կայուն, կին, մարդ։ Դե դա երևի այն փորձություններն էր, որը մեր ընտանիքը հաղթահարեց, թե ամուսնուս առողջական խնդիրը, որը ծագեց, այո, թե պատերազմը, որը որ մեր ազգը անցավ դրա միջով, թե փոքրիկ անձնական ընտանեկան հարցեր, որոնք նույնպես մեծ դժվարություններ են ու ամեն մի փորձություն հաղթահարելուց հետո դու զգում ես, որ ավելի ուժեղացել ես, որ հաջորդ անգամ նման իրավիճակից կփորձես խուսափել։ Ու դա մեզ ուժ է տալիս, դա մեզ տալիս է նոր աստիճան, որի վրայով դու անցնում ես, ավելի կայուն ես քեզ զգում, ավելի ինքնավստահ ես զգում, հետագայում ավելի ճիշտ գործելու համար։ Շատ լավ, ինչ կմաղթեք մեր հայազգի կանանց, մայրերին, քույրերին, տատիկներին։
Ես ուզում եմ, որ իրենք միշտ լինեն սիրված, սիրեն եւ տեսնեն իրենց երեխաների հաջողությունները։ Մենք հայերս միշտ ուրախանում ենք մեր երեխաներով։ Նրանք մեզ համար ամենակարևորն են, ու ես ուզում եմ, որ ցանկացած մայր ինչ ցանկանում է իր երեխային, կարողանա հասցնել այդ նպատակներին։ Շնորհակալ ենք։ Մենք մաղթում ենք ձեզ, որ միշտ առողջ լինեք ձեր ընտանիքից, ինչպես մեզ ազգն է ասում, անպակաս գլխից եւ թող բոլոր այն նպատակներն ու աղոթքները, որոնց բարձրացրել եք Աստված, կատարվեն ձեր ընտանիքում։ Եվ իհարկե Level Up Design Studio-ի կողմից ձեզ անվանական ծաղկեփունջ ենք հանձնում եւ շնորհավորում ենք մեկ ամսակի կապակցությամբ։ Շատ շնորհակալություն։ Օրինակ ծաղկեփունջ այո։ Եվ իհարկե մեր գործընկերոջ կողմից Ազարյան գինին թող այսօր ձեր նախատոնական սեղանին ընտանի օքանդր շնորհավորեք ձեր մարտի 8-ը։ Ջանդու լավ ես ձգվում։ Եվ շնորհակալություն իհարկե, որ այսօր այստեղ եք, ձեզ լավ տրամադրություն ենք մաղթում եւ հրաշալի ու անզուգական մի ամսյակ։ Շնորհակալություն ձեզ նույնպես շատ հրավերի համար շնորհակալություն։ Հարգելի հաստատողներ, այո, կինը երբեմն կարող է ինչ որ մի տեղից, որ դա չի հասկանա նույնիսկ ինքը ադամական շարունակությունը, միևնույնն է կարող է այնքան ուժեղ լինել, որ սարը շրջել, համաձայն չի սրավ։ Չգիտեմ։ Իմանանք գովազդից։ Ես խոստանում եմ մեկ ամսվա ընթացքում բոլորդ կհամաձայնեք իմ այս արտահայտության հետ։ Այո, փորձենք։ Իսկ եթե ավելի անկեղծ, շանագեք դել ֆորտունա։ Նացեք մեզ հետ։ Сердце мое сейчас наполняют, о тебе хочу я рассказать всем на земле. Ведь таких, как ты, просто не бывает. Люблю тебя, ты мое сердце и душа. С тобой мне не страшно в жизни ничего. Тебе эта песня низкий мой поклон. Каждый день, каждый час я в молитвах за вас. Это счастье, что в жизни вы есть у меня. Каждый день, каждый час я в молитвах за вас, чтобы были вы рядом со мною всегда. Я хочу, чтоб сын мой похожим был на тебя. Ты моя опора и в жизни лучший учитель. И знай, ты мое сердце и душа. С тобой мне не страшно в жизни ничего. Тебе эта песня низкий мой поклон. Каждый день, каждый час я в молитвах за вас. Это счастье, что в жизни вы есть у меня. Каждый день, каждый час я в молитвах за вас, чтобы были вы рядом со мною всегда. Каждый день, каждый час я в молитвах за вас. Это счастье, что в жизни вы есть у меня. Каждый день, каждый час я
Հենց ելի հեռուստադիտողներ այսօր այսքանը եւ հաղորդման վերջում եւս մեկ անգամ ներկայացնենք մեր հաղորդման գործընկերներին։ Հաղորդման գործընկերն Level Up Design Studio-ն Հասցեն Վարդանանց 116 կոտորակ 1 հեռախոսահամար 077 09 0917 գտնվում է Էդվարդ Խզախտեմյանի անվան երաժշտական դպրոցի հարևանությամբ առաջարկում է շատ հրաշալի տեսականի, գեղեցիկ, թարմ եւ գործում է 24 եւ 7 ռեժիմով անվճար առաքում։ Ինձ համար Level-ն առանձնանում է նաև իր ինքնատիպ ձեռագրով։ Մեկ անգամ օգտվելով Level-յան ծառայություններից եւ գեղեցիկ լուծումներից դուք կհամոզվեք այս հարցում եւ ձեզ համար էլ իհարկե կլինի այդպես ելինես, որովհետեւ այստեղ մտածում են թե ինչպես անեն, որ չկրկնվեն, այստեղ մտածում են թե ինչպես անեն, որ յուրահատուկ լինեն։ Նույնիսկ շատ 21-րդ դարին հարիր լուծումներ են առաջարկում, կրաֆթով ծրագիր գրություններ, կարծես թե մագաղաթյան շնչով եւ այս ամենը ուղիղ այն հասցե, որտեղ որ պետք է սիրտը ավելի գրավել, հարգելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ։ Մի խոսքով վստահեք, այստեղ աղջիկներն աշխատում են նաև on-line տարբերակով, ինչպես նաև առաքման ձևաչափով 24/7 ռեժիմով։ Շնորհակալություն նաև Ազարյան Գինուն, ով մեր հաղորդման գործընկերն է, առաջարկում է լայն տեսականի ձեր սեղաններից անպակաս թող լինի Ազարյան։ Եվ մեր բոլոր առիթների գործընկերն է նաև Ազարյան Գինին, թարմ եւ գեղեցիկ համադրություն, թարմը հիմա կբացատրենք, որովհետեւ հատնտիր խաղողի ընտրանոց, իսկ գեղեցիկ համադրությունը հիմա Ռաֆը կարծես թե արդեն գնում է Մեղրաբույր։ Մեղրաբույր։ Այսպես են չէ անում հիմնականում։ Այդպես են անում։ Եթե շատ լավ։ Թամադյան գաղտնիքներ էր, բացահայտվում բաց սենյակում։ Քանի Ռաֆը շատ չի խորացել այդ գաղտնիքների դաշտում, եթե հրաժամը ավարտենք։ Այո, ավարտենք, գնանք, վերցնենք նույն կարգով գնանք եւ ավարտենք նաեւ օրը։ Շնորհակալություն բոլորին ներկա գտնվելու համար, շնորհակալություն մեր հեռուստադիտողներին, կհանդիպենք վաղը արդեն տոնական եթերում։ Այո, այնպես որ կանանց միամսյակը սկսված է բաց սենյակում եւ ալիքը մի փոխեք, որովհետեւ տոնական ընթացքը շարունակվում է մեր եթերում։ Կհանդիպենք։ Ձուն է գալիս փաթիլ, սիրտս թախիծով Սերս արդեն կաթիլ դարձել է մի ծով Ձուն է գալիս փաթիլ, սիրտս թախիծով Սերս արդեն կաթիլ դարձել է մի ծով Ինչու ասի քեզ չեմ սիրում, ես էլ չիմացա Այսօր տեսա ուրիշի հետ ու չդիմացա Ինչու ասի քեզ չեմ սիրում, ես էլ չիմացա Այսօր տեսա ուրիշի հետ ու չդիմացա Մեր փողոցի աղջիկները ինձ
Maria Beauty Salon, նազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Level Up Design Studio Ծաղիկների մշտապես թարմ եւ լայն տեսականի, անմիջապես ջերմոցից, ինչը թույլ է տալիս պահպանել ծաղիկների շքեղ տեսքն ու որակը։ Տարբերվող ու ոճային ծաղկեփնջեր եւ միայն Level Up-ում կրաֆթով ծաղկեփնջեր ձեռագիր գրություններով գրված մագաղատների վրա։ Գործում է առաքում 24/7 գրաֆիկով, հեռախոսահամար 077 09 0917։ Level Up թարմ ծաղիկների տեղատարապ։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Կարմիր, սպիտակ եւ վարդագույն։ Ազարյան գինի, պատրաստված միայն խաղողի լավագույն տեսականուց, տնական տեխնոլոգիայով առանց հավելումների եւ բաղադրիչների։ Արտադրվում է Խաղաղվանաձորում, հարցրեք Լոռու մարզի խանութներում, նաև The Wine Room խանութ սրահում, Խաղաղվանաձոր Մովսես Խորենացի 7 հասցեում։ Գործում է մանրածաղ եւ մեծածաղ առևտուր, ինչպես նաև գինու համտեսում հենց խանութ սրահում։ Ազարյան գինի, արբեցնող, ինչպես սերը։